Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր չափազանց հետաքրքիր օր է Հայաստանի պատմության համար, կարելի է ասել այսօր Փաշինյանական հերիտեկոսական շարժման ինքնաբացահայտման և ինքնահռչակման օրն է, սա պատմական օր է, գիտեք, աշխարհիկ իշխանության ղեկավարը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, գործող վարչապետը, կարգալույծ է հայտարարել ազգային ժողովում ամենայն հայոց գործող կաթողիկոսին, միաժամանակ կարգալույծ է հայտարարել նաև Սուրբ Էջմիածնի միաբանությանը և փաստորեն ողջ հայ եպիսկոպոսական դասին։ Սա ինչ է նշանակում, պատկերացնում եք, օրինակ Ֆրանսիայի նախագահը ելույթ ունենար Ֆրանսիայի խորհրդարանում և հայտարարեր օրինակ Հռոմի պապի կարգալույծ լինելու մասին, ասեր ես հայտարարում եմ, որ Հռոմի պապը և նրան, ինչպես ասում է Փաշինյանը, նրա բառերն են, մայրաթոռը բռնազավթել է Հռոմի, ասեր Հռոմի պապը բռնազավթել է ուրեմն Վատիկանը և իր նման մի խումբ կարգալույծ խմբակի հետ կամ Անգլիայի վարչապետը ելույթ ունենար, ասեր ես այսօր դարձյալ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենար, ասեր ես կարգալույծ եմ հայտարարում անգլիական եկեղեցու առաջնորդին կամ չգիտեմ Ռուսաստանի նախագահը հայտարարեր, թե ինքը կարգալույծ է հայտարարում ռուսական եկեղեցու պատրիարք Կիրիլին, սա առհասարակ որևէ եկեղեցական կանոնի կամ պետական օրենքի, միջազգային օրենքի որևէ նորմի չի համապատասխանում այսպիսի վարքագիծը, բայց մենք գիտենք իհարկե, որ այս ամենի դրդապատճառները քաղաքական են, մենք գիտենք, որ սա կատարվում է ադրբեջանական և թուրքական պատվերով, հայոց եկեղեցու դեմ հարձակումը, պատահական չէր, երեկ օրինակ մի վրացի հայտնի մեկնաբան կա, Վասադզե ազգանվավ, Գիլա Վասադզե, նրա մոտ ելույթ էր ունենում մի ադրբեջանցի բավական ճանաչում ստացած վերլուծաբան, որ ռուսերեն է խոսում, երկուսն էլ ռուսերեն են խոսում և այս ադրբեջանցու անունն է Ռիվզան Հուսեյնովը, այս Ռիվզան Հուսեյնովը հայտարարում էր, բացատրում էր այդ վրացում, որ այսօր համար առաջին խնդիրը հայկական եկեղեցու առաջնորդին, կաթողիկոսին հեռացնելն է, ասում էր դա ավելի կարևոր խնդիր է, քան նույնիսկ ռուսական 102-րդ բազայի Հայաստանից հեռացումը։ Ուրեմն հասկանալի է, որ խնդիրը, որ դրել է իր առջև Փաշինյանը և նրա շուրջը այդ խմբակը, ինչպես ինքն է օգտագործում կաթողիկոսի շուրջը եղած Սուրբ Էջմիածնի միաբաններին անվանում է կարգալույծ խմբակ, բայց իրականում իր այդ քաղաքական ողորմելի խմբակը կատարում է ադրբեջանա-թուրքական կամ թուրքական ադրբեջանական պատվեր, հասկանալի է, գիտեք ինչ, սա քաղաքական ուղղություն ունեցող
բայց այնուամենայնիվ միաժամանակ կրոնական աղանդ է։ Եթե նայենք կրոնական տեսակետից, բացահայտ աղանդ է, դա թող մեկնաբանեն մի քիչ մեր մյուս աստվածաբանները կամ հենց ներ եկեղեցականները կարող են շատ ավելի գեղեցիկ բոլոր աստվածաբանական հիմքերը հիշատակելով, ոգեկոչելով նաև հայոց եկեղեցու կանոնագրքերը, այդ ամեն ինչը կարող են բացատրել եւ ներկայացնել մեր ժողովրդին, բայց ես կուզեի քաղաքական առումով ներկայացնել, սա ինչի նշանակում։ Եթե լուրջ խոսենք, ապա հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի խնդիր է փորձում լուծել։ Համար առաջին խնդիրն է պարակտել հայ ժողովրդին հասցնելով մինչև քաղաքացիական սուր բախումներ, որովհետև հասկանալի է, որ ժողովրդի մի զգալի մասը, հատկապես հավատացյալները, չեն ընդունելու այսպիսի մոտեցումը, որ ես կարգալույծ եմ հայտարարում, այն էլ սպառնալիքները, որոնք արդեն Փաշինյանի մերձավոր դաշնակից ասեմ, թե գործիչ ասեմ, Ալեն Սիմոնյանն է, ՀՀԱԺ խոսնակն է ասել, այնտեղ արդեն բացահայտ սպառնալիքներ են հնչում, ասում են թող չստիպի նկատի ունենալով կաթողիկոսին, հասնենք այն կետին, որ այլընտրանք չլինի, պատուհան ու դուռ չլինի, որտեղից կարողանա դուրս գալ։ Ուրեմն Փաշինյանը հանդես է գալիս որպես այդ հերետիկոսական շարժման հիմնադիր եւ մենք կարող ենք իհարկե պայմանականորեն այն անվանել Փաշինյանականություն իր առաջնորդի անունով, բայց վերադառնալով քաղաքական գնահատականին, առաջին խնդիրը պարակտում եւ բախումներ հրահրելն է։ Դե հասկանալի, ասում եմ, մի մասը չի ընդունելու եւ մարդիկ կան, որոնք շատ զգացական այսպես մակարդակի վրա են այդ ամեն ինչը ընդունելու, դա մեկ։ Երկրորդը պարակտում մտցնել հայոց եկեղեցու մեջ, որովհետև տեսեք նա կարգալույծ է հայտարարում եւ ամենայն հայոց կաթողիկոսին եւ նրա շուրջ եղած խմբակ, այսինքն խոսքը Սուրբ Էջմիածնի միաբանության մասին է, որը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ, չգիտենք դեռ կան այնտեղ դանդաղ գործողության ականներ թե ոչ, բայց առնվազն 90 եւ ավել տոկոսով կանգնած է վեհապարի թիկունքին։ Ինչպես նաև խոսքը հայ եպիսկոպոսական դասի մասին է, որը նույնպես առնվազն 90%-ով դարձյալ կանգնած է հայոց վեհապարի թիկունքին։ Ուրեմն այդ բոլորին կարգալույծ է հռչակում։ Հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Նա պատերազմ է հայտարարում այսօր ոչ միայն հայոց կաթողիկոսին, այլև հայոց եկեղեցուն եւ եպիսկոպոսական ամբողջ դասին։ Ինչ հետևանքներ այդ պատերազմը կարող է բերել աշխարհիկ իշխանության եւ հոգեվոր իշխանության միջեւ։ Բնականաբար դա քաղաքացիական շատ սուր բախում է բերելու, թեկուզ միայն այդ երկուսի միջեւ դեռ չհաշված, որ ժողովրդի տարբեր խավեր ներգրավվելու են այդ քաղաքացիական բախման մեջ։ Թողած արտաքին թշնամու ներկայացրած ռեալ վտանգը, մոռանալով Հայաստանի Հանրապետության օկուպացված շրջանների, բռնազավթված շրջանների մասին, 240 կիլոմետրի մասին, ընդ որում իշխող բարձունքների մասին, որոնք վերահսկում են Հայաստանի ճանապարհները, այդ ամեն ինչը մոռանալով, չխոսելով, որ Ադրբեջանը բռնազավթել է այդ տարածքները եւ հեռանալու որևէ միտք չունի, մոռանալով գերիների մասին, որոնք գտնվում են
Բաքվում գերիների պատանդների մասին, դա էլ մոռացնել տալով ժողովրդին, այն անգիտակից քաղաքականապես տահաս մի փոքր զանգվածին, որին կարողանում է որոշ չափով վերահսկել, ահա այդ դրանց փորձում է ուղղել դրանց զայրույթը այսօր Հայաստանում այս խայտառակ վիճակի շուրջ եղած զայրույթը դեպի մայրաթուր, դեպի Սուրբ Էջմիածին։ Դեռ ինքն էլ իրեն հայտարարում է հայոց եկեղեցու հավատավոր հետևորդ։ Ախր հայոց եկեղեցու հավատավոր հետևորդը չի գնում մտնում կաթոլիկ եկեղեցի եւ հաղորդություն ստանում։ Դա դարերի վեր արգելված է, ինչպես նաեւ կաթոլիկներին է արգելված հայկական եկեղեցում հաղորդություն ստանալ։ 2 օր առաջ գտնվելով Վատիկանում Փաշինյանը մտել էր կաթոլիկ եկեղեցի եւ հաղորդություն էր ստացել, դա նշանակում է, որ նա հայոց եկեղեցու հետ կապ չունի, գուցե նա կաթոլիկ է, մենք չգիտենք, ծպտյալ կաթոլիկ է, շատ հնարավոր է, գուցե այլ աղանդի է պատկանում, եւ այդ աղանդը նրան դրդել է, որպեսզի նա ստեղծի Հայաստանում արդեն մի նոր աղանդ, որը պետք է վերցնի նաև հոգևոր իշխանությունը, այսինքն Փաշինյանը ինքն իրեն արդեն, գիտեք, պատկերացնում է մոտավորապես խալիֆա, Օսմանյան սուլթանները միաժամանակ եւ աշխարհիկ իշխանություն էին, իշխանության առաջին դեմքն էին եւ հոգևոր իշխանության առաջին դեմքն էին, պաշտոնապես այդպես էր, խալիֆ էին։ Հիմա չգիտեմ Էրդողանն է հուշել Փաշինյանին, իդեպ հնարավոր է շատ որ Էրդողանը հուշած լինի, քանի որ Փաշինյանը կապկում է նաև Էրդողանի մյուս գործողություններ, օրինակ ընտրված քաղաքապետերին, բազմաթիվ ընտրված քաղաքապետեր Էրդողանը ձերբակալել է։ Ստամբուլի քաղաքապետին ձերբակալեց։ 1 տարի է, թե որքան արդեն ժամանակ է նստած է, չէ, 1 տարի չկա։ Հիմա նույն բանն է անում Հայաստանում, ում խորհրդով, հավանաբար Էրդողանի։ Դե գուցե Էրդողանն էլ օգտագործելով Օսմանյան կայսրության փորձը խորհուրդ է տվել կամ հրահանգել է Փաշինյանին, ասել է գնա ամբողջությամբ վերցրու իշխանություն, ոչ միայն աշխարհիկն ես վերցրել, ընդ որում բոլոր 3 ճյուղերի վրա իշխում ես, դատական իշխանությունն էլ է քոնը, օրենսդիրն էլ է քոնը, գործադիրն էլ է քոնը, բայց մեզ պետք է նաև որ հոգևորն էլ քոնը լինի։ Չգիտենք, գուցե Էրդողանն է ասել, գուցե Էրդողանը չի ասել մեկ ուրիշ աղանդի ղեկավարություն է ասել, իսկ այդ աղանդները, մեծ հերետիկոսական աղանդները սովորաբար կապված են լինում օտար մեծ տերությունների, հատուկ ծառայությունների հետ եւ այնտեղից են ստանում իրենց ցուցումները, այնպես որ իհարկե այս աղանդը քաղաքական է, բայց միաժամանակ նաեւ կրոնական է։ Մենք այդ աղանդի հետևանքները, որքան այդ աղանդը գործեց, իսկ այն կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը իշխանության գլուխ է եւ ԿՊՆ իշխող կուսակցությունը, այդքան ժամանակ այդ աղանդը կգործի։ Այն պահին, երբ զրկվեց իշխանությունից, այդ աղանդը բնականաբար կվերանա, որովհետեւ իրական հիմք չունի, հողի վրա հիմք չունի։ Ժողովրդի որևէ հատված չի հետևելու, չգիտեմ մարդը Փաշինյանին կհրճակեն, թե Ալեն Սիմոնյանին կհրճակեն նոր կաթողիկոս, գուցե ամենայն հայոց կաթողիկոս կդնեն նրա անունը, մի հատ էլ միտեղ մի, չգիտեմ, շինություն կվերցնենք, ասեն մենք այստեղից արդեն այսպիսի գործունեություն ենք ծավալում, չենք իմանում, բայց հասկանալի է, որ այդ աղանդը իր գոյությունը հիմնականում ավարտելու է, որևէ ազդեցություն այլևս չի ունենալու, հենց այն պահից, երբ վերացավ ԿՊ-ի եւ Փաշինյանի իշխանությունը։ Իսկ քանի դեռ կա, այդ աղանդը գործելու է եւ ավիրելու է այն, ինչ կարող է, այնքան, որքան կարող է։
Ինչ կարելի է ասել այս կապակցությամբ։ Ես ուզում եմ դիմել մեր ուժային կառույցների ղեկավարներին, ինչպես նաև լրագրողներին, որ նրանք նույնպես այս նույն հարցը, որ ես հիմա կտամ, նրանք տան մեր ուժային կառույցների ղեկավարներին ամեն անգամ, երբ հանդիպեն առաջիկայում, միշտ այս հարցը տան եւ լսենք նրանց պատասխանը։ Պարզ մի հարց. դուք եւս, ինչպես Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը, չեք ճանաչում ամենայն հայոց կաթողիկոսին եւ նրան կարգալույծ եք համարում, թե ոչ, թե դուք այնուամենայնիվ ճանաչում եք Գարեգին II-ին որպես ամենայն հայոց կաթողիկոս, Մյուրոնով կոչված կաթողիկոս, ճանաչում եք, թե չեք ճանաչում։ Այս հարցը պետք է տալ բոլոր ուժային կառույցների ղեկավարներին, առհասարակ բոլոր ղեկավարներին։ Պաշտպանության նախարարին, որը իրենց խմբակից է, այդ հերետիկոսական, ամենայն հավանականությամբ պետք է ասի, որ այո, ես կարգալույծ եմ համարում Գարեգին II-ին եւ նրա շուրջը եղած մյուս կարգալույծ խմբակին։ Բայց հետաքրքիր է գլխավոր շտաբի պետի կարծիքը եւ դիրքորոշումը։ Նա եւս կարգալույծ է համարում ամենայն հայոց կաթողիկոսին։ Չէ՞ որ բանակում կարծեմ ինչեւ այսօր կա ավագերեցների ծառայություն, գնդերեցների կներեք ծառայություն։ Այդ հարցը պետք է տալ Պաշտպանության նախարարի տեղակալներին, գլխավոր շտաբում աշխատող բոլոր գեներալներին, գլխավոր շտաբի պետի տեղակալներին, ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ոստիկանապետի տեղակալներին, արտաքին հետախուզության պետին, դրանից հետ դատախազին գլխավոր, ներքին գործերի նախարարին, մյուս դատախազներին, բոլոր դատավորներին պետք է այդ հարցը տալ, դուք ճանաչում եք Գարեգին II-ին որպես ամենայն հայոց կաթողիկոս, թե ոչ, որպեսզի մենք ճշտենք, թե Փաշինյանական, հերետիկոսական այս շարժումը ինչպիսի ընդգրկում ունի։ Ահա այդտեղ էլ հենց տեղի է ունենալու այդ հարցի պատասխանը, լսելով մենք կիմանանք նաև թե ինչ աստիճանի, ինչ մակարդակի վրա է այս աղանդի զարգացումը եւ հուդայականության զարգացումը հայկական պետական համակարգում։ Բացի դրանից, այս հարցը դուք ճանաչում եք ամենայն հայոց կաթողիկոսին որպես հենց կաթողիկոս, թե համարում եք, ինչպես Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, որ նա կարգալույծ է, քանի որ այդպես է հայտարարել ինքը Մեծն Փաշինյանը։ Այս հարցը պետք է տալ։ Նաև բոլոր բուհերի ղեկավարներին, Մատենադարանի տնօրենին եւ մնացած պաշտոնյաներին, գիտաշխատողներին, ակադեմիայի ղեկավարներին, թեև ակադեմիան արդեն վերածել է ինչ-որ հանրային կամ վերածման process-ում է այդ գործընթացն է ընթանում ինչ-որ հանրային կառույցի, բայց միևնույն է գործում է, շենքը կա, ակադեմիայի ղեկավարը կա, նախագահ է, փոխնախագահներ են այնտեղ, ինստիտուտի տնօրեններ են, այդ բոլորին պետք է այդ հարցը տալ։ ԵՊՀ-ի ռեկտորին, ֆակուլտետի դեկաններին բոլոր ռեկտորներին եւ առհասարակ բոլոր ղեկավարներին, ովքեր մի քիչ երևում են, չգիտեմ։ Մենք անպայման պետք է ճշտենք, թե այս աղանդը ինչպիսի
ընդգրկում ու ծավալ ունի, որովհետև այս աղանդը վաղը կարող է հռչակել Հայաստանում, օրինակ, մահմեդականության անցման, դեպի մահմեդականություն, իսլամ ընդունելու մի նոր շարժում։ Ասեմ, որ մենք որոշեցինք, որ Հայաստանին կփրկի, եթե մենք հրաժարվենք հայ առաքելական եկեղեցուց եւ ընդունենք իսլամ։ Իմիջիայլոց կատակ չեմ անում։ Հենց այդպես էլ տեղի ունեցել դարեր շարունակ, հենց այդ ճնշումներով էլ տասնյակ հազարավոր եւ 100 հազարավոր հայեր ընդունել են իսլամ եւ թուրքացել են։ Այն բոլոր հեքիաթները այդ մահմեդական հայերի մասին, որ այս վերջին 20 տարվա ընթացքում երգում էին, այդ բոլոր հեքիաթները մոռացեք։ Իսկ 20 տարի ասում են դրանք հեքիաթ են ու մահմեդական հայ գոյություն չունի։ Եթե ընդունել են իսլամ, նրանք մոռացել են եւ իրենց հայրենիքի մասին, եւ իրենց մշակույթն են մոռացել։ Հիմա այս նույն ճանապարհով քայլ առ քայլ կարող են տանել այս նոր փաշինյանական հերիտեկոսական շարժման առաջնորդները ամբողջ հայությանը։ Ես մի քիչ միշտ առաջ եմ ավելի նայում։ Այսինքն չի ավարտվելու միայն Հայաստանում այս քաղաքացիական ներքին բախումներով, եթե հանկարծ Փաշինյանը մնաց իշխանության, հաջորդ քայլերը լինելու են էլ ավելի կտրուկ։ Ով կարող էր պատկերացնել 5 տարի առաջ, 6 տարի, 7 տարի առաջ, որ Փաշինյանը գալով իշխանության պետք է կարգալույց հայտարարի, ինքը իր, այսպես ասենք, որևէ իշխանություն չունենալով այդ բնագավառում, ամենայն հայոց կաթողիկոսին եւ էջմիածնի միաբաններին, հայ եպիսկոպոսներին, թիվներ չի ասում, ասում այն, իր շուրջ եղած խմբակը, այդ իր շուրջ եղած խմբակը տասնյակ եպիսկոպոսներ են, տասնյակ վարդապետեր են, քահանաներ են եւ այլն, այդ բոլորին այս մարդը կարգալույց է հռչակում, քանի որ նրանք եթե կանգնած են վեհապարի կողքը, ուրեմն ըստ Փաշինյանի նրանք ուրեմն կարգալույց են արվում իր կողմից։ Եթե իհարկե ունենայինք դատական իշխանություն, իրավապահ մարմինները գործին, նրանք պետք է իրենց գնահատականը տային շատ խիստ եւ ոչ թե կարգալույց անեին Նիկոլ Փաշինյանին, այն նույն օրը պաշտոնանկ անեին, նույն օրը ձերբակալեին։ Այնպես մոտավորապես ինչպես տեղի ունեցավ օրինակ Հարավային Կորեայում, երբ Հարավային Կորեայի վարչապետը, եթե հիշում եք, վերջերս էր, անցյալ տարի էր, եթե չեմ սխալվում, անցյալ տարի էր կարծես թե, հռչակեց, հանկարծ ինքն իրեն հռչակեց արտակարգ դրություն երկրում։ Եվ ինչին դա բերեց նրան, որ նրան ձերբակալեցին եւ դատեցին։ Եվ հիմա նա իր ժամանակը անցկացնում է բանտում։ Ահա թե որտեղ է Փաշինյանի տեղը, ճիշտ տեղը։ Բայց քանի որ մեզանում իրավապահ մարմինները ամբողջությամբ վերնախավը գոնե ենթարկվում է գործող իշխանություններին, այսինքն շատ հնարավոր է, որ կամաց այս իրավապահ մարմիններից սկսած, ուժային կառույցներից սկսած այս աղանդը ձեռք բերի ավելի առարկայական ինչ-որ գծեր։ Եվ շատ հետաքրքիր կլինի, դա էլ հետաքրքիր կլինի դիտել, եւ մենք կպարզենք, որ այդ աղանդը բաղկացած է պաշտոնյաներից առաջին հերթին։ Պաշտոնյաները այդ աղանդի ներկայացուցիչն են։ Եվ դրանից հետո էլ արդեն կարվեն այլ եզրակացություններ, կարող է վերհիշենք մի քիչ Մարքս-Լենինյան տեսությունը դասակարգային պայքարի մասին, երբ պաշտոնյաները, որոնք սովորաբար նաև մեծահարուստներն են մեզանում,
մի կրոնական եկեղեցական ուղղության հետևորդը, իսկ ժողովրդի մեծամասնությունը մեկ այլ իր ավանդական, հայկական, հարազատ, առաքելական եկեղեցու հետևորդ է։ Բայց այդ հարցը պետք է տալ, հարցի պատասխանը պետք է ստանալ, եզրակացությունները պետք է անել։ Մենք մի խնդիր ունենք։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, իր շուրջը եղած հայ հոգևորականների հետ միասին եւ որևէ դեպքում որևէ զիջման չգնա, այլ ընդհակառակը հաշվելով բոլոր քայլերը դիմի բոլոր հնարավոր հարցակողական, հակահարցակողական ավելի շուտ միջոցների հեռացնելով այս հերետիկոսական շարժումը հայոց եկեղեցուց, հայտարարելով այդ մասին, համապատասխան եկեղեցական որոշումն ընդունելով, որպեսզի սրանք ոտք չդնեն հայկական եկեղեցիներ։ Իսկ եթե ոտք դնեն, դա կլինի Զավթիչի ոտքը։ Այնինչ այսօր Փաշինյանն է անում, եթե մենք մոռանանք մի պահ ցեղասպանական շրջանը, այդպիսի քայլեր հայոց եկեղեցու ղեկավարության հանդեպ չեն արել նույնիսկ օսմանյան սուլթանները, Սասանյան եւ Սեֆևյան Իրանի ղեկավարները փորձել են, այսինքն մեկ-երկու անգամ եղել են նման փորձեր, բայց ընդհանրապես դա եղել է շատ անսովոր մի բան։ Ես կարծում եմ կաթողիկոսը, եթե մնաց իր դիրքերում, եւ ես մեծ հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, որևէ բան անել չեն կարող։ Այդ խոսակցությունները, թե կձերբակալենք, կկալանավորենք կաթողիկոսին եւ այլն, նախ ես չեմ հավատում դրան, քանի որ դա իսկապես միջազգային ահռելի մեծ մի սկանդալի առիթ է տալու եւ Փաշինյանի դեմ այսպես թե այնպես, չնայած նա ունի աջակցություն իհարկե մեծ տերություններից, առաջին հերթին արևմտյան տերություններից, այնուամենայնիվ դրան դա մարսել չեն կարող, որովհետև դա նույնպես միջազգային նախադեպ է։ Եվ ամենայն հայոց կաթողիկոսը միայն Հայաստանի հայ բնակչության կաթողիկոսը չէ, այլև ամբողջ հայության, որը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Այսինքն ձերբակալելով կամ կալանավորելով ամենայն հայոց կաթողիկոսին, Փաշինյանը խնդիր է ստանալու աշխարհի բազմաթիվ տասնյակ երկրներում եւ այդ երկրների հայության ներկայացուցիչներից շատ-շատերը դիմելու են իրենց պետությունների ղեկավարներին, պահանջելով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի այս խայտառակությանը վերջ տրվի։ Այնպես որ ես չեմ հավատում, թե Փաշինյանը կգնա ամենայն հայոց կաթողիկոսի ձերբակալությանը կամ կալանավորմանը։ Իսկ եթե արեց նույնիսկ այդպիսի մի քայլ, ահա ասեցի, միջազգային ասպարեզում կունենան նմանատիպ ճնշում, հայոց կաթողիկոսը կմնա հայոց կաթողիկոս, ինչ որ մի համապատասխան վայրում, բայց նա որևէ կերպ չի դադարի լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Հաղթանակը այս բնագավառում անպատճառ մերն է լինելու, եւ Փաշինյանը կատարել է սարսափելի սխալ հաշվարկ կամ գուցե ստիպված է կատարել, ենթարկվելով իր օտար երկրյա տերերին, այդ թեթևամիտ հաշվարկը տապալվելու է եւ նա մնալու է իր խմբակի հետ միասին կոտրած տաշտակի առջև, թե Հայաստանը որքան կորուստներ կունենա այդ ճանապարհին, այս պահին դժվար է ասել, բայց միաժամանակ Հայաստանը կարող է
ձեռքբերումներ ունենալ եւ դուրս գալ ճահճային այս իրավիճակից հենց պայքարի միջոցով հենց պայքարն է լինելու մեր վերածննդի գրավականը այսքանը շնորհակալություն բարի գիշեր